Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր Civil.net-ի տաղավարում հյուրընկալել եմ Գիտուշ հանրային նախաձեռնության ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանին զրուցելու գիտության, գիտական միջավայրի եւ նրա ազդեցության մասին հասարակության վրա։ Ողջույն Տիգրան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև, շնորհակալություն դրել։ Նախ եւ առաջ մեր զրույցը կուզեմ սկսել իհարկե հիմնականում խոսելու ենք գիտության, գիտական միջավայրի մասին, սակայն կուզեմ խոսել նաև Գիտուժի վերջին հայտարարության մասին, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին, որը նույնպես սերտորեն կապված է գիտական միջավայրի հետ, որի հետևանքով հեռացավ, գիտենք, կառույցի տնօրենը Էդիտա Գզոյանը, որոնք են, եթե այսպես ասած խմբենք հիմնական մտքերը, որոնք են հիմնականում ձեր մտահոգությունները եւ ինչպես եք տեսնում առհասարակ այս հարցի լուծումը։ Մեր մտահոգությունը առաջին հերթին նրանում է, որ պատճառաբանությունը, որը բերվում է, թե ինչու են կոնկրետ ոնց ասես կառավարության կար ցուցում տրվել, որ խնդրեն, որ դիմում գրի։ Ցուցումով է, այո, այդպես։ Դա անընդունելի մոտեցում է գիտական կառույցի ղեկավարի հանդեպ եւ մենք մեր հայտարարությունում էլ անդրադարձանք դրան, որ գիտական կառույցի ղեկավարին պետպաշտոնյա անվանելը դա ոնց որ տենց անխտիր ձևով է, այսինքն տվյալ դեպքում կոնկրետ ինստիտուտի մասին է, դա անընդունելի է, որտեվ այդ ձևով կարանք բոլորին անվանենք եւ նույն մոտեցումը սկսենք կիրառել բոլորի հանդեպ։ Այստեղ պետքա գիտական կառույցի եւ ընդհանրապես գիտական կառույցը պետքա ազատ լինի, անկախ լինի գիտական գործունեություն վարելու համար։ Եվ այս պատճառաբանությամբ ծոր մարդուն խնդրել որ գրի դիմում դա առնվազն հարցեր է առաջացնում եւ մենք հայտարարել ենք որ ավելի լավ բարձրաբանման կարիք կա կամ պետքա տնօրենը վերականգնվի իր պաշտոնին բայց ցավոք սրտի տեսանք որ հետագա խոսույթը որ շարունակվեց էլ ավելի է ոնց որ բարդացնում իրավիճակը այսինքն կրկնվում են նույն այդ բառերը որոնք անհասկանալ ոնց որ հիմք չունեն ասենք նաև ձեր մոտ էր հարցազրույց ազգային ժողովի փոխնախագահի հետ, որը կիրառում էր պետաշխատող եզրույթը, որը մենք իրավաբանորեն այդպիսի եզրույթ չգտանք Հայաստանի օրենսդրությունում, իսկ եթե միտքը նրանում էր, որ պետությունից է փող ստանում, այդ լոգիկայով բոլոր գիտնականներն են տվյալ դեպքում եթե խոսում ենք պետական ինստիտուտների մասին, հանրային ինստիտուտների մասին, բոլորն են փող ստանում գումար ստանում պետությունը մոտավորապես այն է որ նա ներկայացնում է կարևոր կառույց որը իբրև տնօրեն նրան դարձնում է քաղաքական գործիչ ինչ որտեղ կամ քաղաքական ֆիգուր այն իմաստով որ իր գլխավորած ինստիտուտը ընդունում է բարձրաստիճան նման պատվիրակություններին եւ ըստ այդ կարծիքի տնօրենը չպետք է անի որևէ քայլեր կամ նվիրի ինչ որ գրքեր որոնք հակասում են պետության տվյալ հիմնական ուղղությանը քաղաքական Տեսեք, բացարձակապես ընդունելի չի, որ պետական ինստիտուտի տնօրենը դա քաղաքական պաշտոն է, սա մեր տեսանկյունից անընդունելի է։ Դրանով իրենք կորցնում են իրենց գիտական հենց անկախությունը, որովհետև քաղաքական դաշտում հազարում մի ինչ որ լոգիկա կա, որի ընթացքում ինչ որ բան ընդունելի է, ինչ որ բան ընդունելի չի, մենք բացարձակապես կարծինք չենք արտահայտում, ինչքանով է այդ մոտեցումը, որ կառավարությունը ցուցաբերում է որպես գիտուշ, մենք դրա շուրջ կարծիք չունենք, դա մեր մանդատից դուրս է, բայց այդտեղ օբյեկտիվության մասին խոսելը, քաղաքական ոնց որ լոգիկայի մեջ, դա այդքան էլ ճիշտ չի, այնտեղ գիտենք քաղաքական process-ները ինչպիսին են, եւ ասել, որ քաղաքական պաշտոնը հետեւաբար պետք է հետևի այն խոսույթին, այն լոգիկային, որ քաղաքական դաշտում կամ քաղաքական ղեկավարության մոտ է, դա այնա ինչ մենք անդադ քննադատում էինք, օրինակ խորհրդային միության հաշվով, որտեղ հասարակական հումանիտար գիտությունները բոլոր գտնվում էին ոնց որ քաղաքական ռոպագանդայի այդ ոնց որ բանի տակ, կապարիչի տակ։ Եվ այնտեղ գիտական մասնագիտական ազատության մասին խոսք լինել չէր կարող։ Ստեմ ուղղությունները ավելի ազատ էին, որտեղ այնտեղ երևի այդքան կոնֆլիկտ չկար։ Չնայած այնտեղ էլ դեպքեր կան իմիջիալից թե նայեք, ասենք այնտեղ կար չէ, գենետիկայի հետ կապված ինչ որ խնդիրներ կային ժամանակին, որ դա համարվում էր պսևդոգիտություն խորհրդային միություն որոշ շրջանում կամ այնտեղ կենսաբանության հետ կապված ինչ որ բաներ կային, բայց այդ մասը հիմնականում զերծ էր մնացել, բայց հասարակական հումանիտարը գտնվում էր տենց ուղիղ քաղաքական կառավարման տակ։ Հիմա եթե մենք դա համարում ենք սխալ եւ համարում ենք որ գիտական կառույցը պետք է մասնագիտական ազատություն ունենա, ոնց որ գիտական խնդիրներին մոտենալու այնպես ինչպես գիտությունն է պահանջում, գիտական մեթոդով,
Սա անընդունելի է, չես կարող անվանել պետական պաշտոնյա եւ չկա այդպիսի նույնիսկ ես օրենքով թող ցույց տամ, որտեղ է գրված, որ գիտական կառույցի տնօրեն դա պետական պաշտոնյա է, թե կամաց կարծես ընդլայնում են պետական պաշտոնյաների ոնց որ տենց շրջանը, էլի։ Իսկ ասել նրա մասին երկրորդ բանն ասեմ, որ արարողակարգային է, եթե արարողակարգային, այո, արարողակարգային մասին օրենքում նշված է դրա մասին, բայց թող արարողակարգը դրա համար պատասխանատվություն կրեր, ինչի այդ նույն ինտենսիվ sense ոնց որ էմոցիոնալ վերաբերմունքը չի դրսևորվում այն պատասխանատուների համար, ովքեր որ դա պետք է անեն կամ ինչի իրենց գործը լավ չեն արել։ Այդ ոնց է ստացվում, որ մինչև այցը չի քննարկվել այդ բաների ցուցակը։ Թե ինչ պետք է նվիրել։ Այո։ Երրորդը գրքի բովանդակության մասին հարց կա, այսինքն հենց եւ ձեր մոտ ալեմ ասում, հա, ազգային ժողովի փոխնախագահ ասում է, ես չգիտեմ ինչ գրքի, լավ չգիտեմ, մեդիայից եմ լսել, բայց եկել է մարդը կարծիք արտահայտում, թե ինչի է ճիշտ արվել։ Խոսքը հայ թաթարական բախումի մասին ամերիկյան մամուլը։ Իսկ դրանից հետո եւս մի անգամ ես տեսա, որ ասուլիս ա եղել կառավարության ղեկավարի կողմից, որտեղ էլի նույն ձև կրկնվում է պետպաշտոնյա բառը, որը ասում եմ լրիվ հիմք չունի։ Երկրորդը էլի կրկնվում է Արցախյան հիմնահարցի մասին գիրք, ես ոնց որ անունն ա տրվում։ Երբ որ մենք գիտենք, որ գիրքը մինչև 21 թվականի հայ ադրբեջանական ինչ որ բախումների մասին է, հա, խոսքը։ Կոնֆլիկտի մասին։ Հա, այն էլ ինչպես է դա լուսաբանվել ամերիկյան մեդիայում։ Դա ասում եմ միևնույն է հարցը կոնֆլիկտի մասին է։ Դե հիմա հայց պատմության ընթացքում կոնֆլիկտներ շատ են եղել, հիմա ոնց որ հարց չկա, ելի եմ ուզում ասեմ, եթե քաղաքական լոգիկա է որոշվել է, որ դա ինչ որ բան հարց է, արարողակարգորեն պատասխանատու կերպով արեք այնպես, որ հստակ լինի։ Եթե դուք կարծում եք, որ ոնց որ շատ զգայուն հարց է, թող արտգործնախարարության ներկայացուցիչը այդ այցը վարեր։ Շատ լավ։ Մինչև ձեր հայտարարությունը ընդհանրապես ստորագրավակի տեսքով իրենց հայտարարությունը էին տարածել նաև մի շարք անվանից ցեղասպանագետներ, կուզեի հարցնել արդյոք համակարգում եղել է ձեր միջև թե չէ, եւ առհասարակ ոնց է գնահատում մեր օրերում նման դեպքերում հասարակական կազմակերպությունների կամ հասարակական գործիչների անհատների արտահայտած դիրքորոշումը արդեն իսկ որոշված որոշումների վրա, հա, այսինքն կարող է որքանով են նրանք ազդեցիկ փոխելու արդեն իսկ կայացված պետական այրերի որոշումները։ Համակարգում չի եղել, մենք նույնիսկ չենք էլ իմացել, որ այդպիսի ինչ որ բան է պատրաստվում, բայց շատ ողջունելի է եւ սպասելի է, նորմալ է, որ դա տեղի ունենա։ Ես կարծում եմ, որ այո, փոփոխությունը կարող է քաղաքացիական ինչ որ միավորումներ իրանք բերել փոփոխություններ։ Մենք մեր գիտուժի հենց 5 տարի արդեն հա գործում ենք եւ այդ ընթացքում բազմաթիվ անգամ տեսել ենք, որ հնարավոր է փոփոխությունների բերել։ Տվյալ դեպքի մասին ես հիմա չեմ կարող ասել, թե ինչքանով սա փոփոխության կբերի, սա թող մեր գործն է տալ օբյեկտիվ գնահատական process-ներին, հա, եթե մենք տեսնենք, որ այստեղ կա ավել անելու ինչ որ բան, հա, ասենք ինչ որ օրինակ օրենսդրական ինչ որ կամ իրավական ինչ որ հարցերի հնարավորություն, իրավական գործընթացների մենք կարող ենք նույնպես դրա մեջ էլ մտնենք, որովհետև սա մեր ուղիղ օրակարգին որ կապնող թեմա է, որովհետև մենք խոսում ենք նրա մասին, որ պետք է Հայաստանը հզորացնել գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով, հա, եւ նաեւ ներկա կառավարության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ դրա մասին խոսում են, նախարարությունից ենք շատ լսել հասարակական հումանիտար գիտությունների ոնց որ կարևորության մասին, գիտենք, որ այդտեղ ավելի շատ խնդիրներ ունենք մենք, քան ասենք ստեմողություններում եւ այդտեղ հատուկ մոտեցումա պետք է մեր ինստիտուտների ինչ որ տենց ոնց որ որակի գիտական հետազոտությունների որակի բարձրացման խնդիր կա ու դրա հետ մեկտեղ տեսնում ենք, թե ինչպիսի մոտեցումով մենք ոնց որ sense կոնկրետ ինստիտուտի ղեկավարությանը փաստացի ոնց որ այտենց խնդրում են, որ դիմում գրի, բայց դա նաև ավելի մեծ խնդիր առաջացնում, որ դա ուղերձ է, հա, գիտական հանրությանը եւ մեր ինստիտուտներին։ Այսինքն մի կողմից շեշտը դրվում է ապակենտրոնացված ավելի ուժեղ ինստիտուցիոնալ գիտական միջավայրի վրա, բայց մյուս կողմից կարծեք թե վտանգ է ստեղծում վերահսկման առումով։ Այո, հիմա պատկերացրեք, ասենք, եթե ենթադրենք ինչ որ մեկը այլ մի գիտական ինստիտուտ տնօրեն է, ասենք, չգիտեմ, օրինակ պատմության ինստիտուտի, հա, ինքը ինչ մեսեջ է ստանում սրանից, հա։
Շատ լավ, կարելի է ձեր հայտարարությունից հասկանալ, որ ոչ այնքան ուղղված է որպես պահանջ, որ վերականգնել տնօրենին իր պաշտոնում, այլ որքան որ բարոյական աջակցություններ տնօրենին եւ առասարակ ստեղծված իրավիճակին, այսինքն մտահոգություններ։ Մեր ասածը համակարգային այս իր միջադեպի համակարգային ազդեցության մասին էր եւ որ պետքա այստեղ արդարությունը վերականգնել, այն իմաստով որ կամ պետքա նորմալ բարձաբանել, հա, հստակ թե ինչու է սա ճիշտ, որը մենք այդպես էլ չտեսանք, ընդհակառակը նույն խոսույթը շարունակվեց, կամ պետք է վերականգնել։ Հիմա ուրիշ հարց է, որ կարող է այլևս չուզի, հա, դոկտոր Գզոյանը ենթադրենք, ասի ես չեմ ուզում այլևս, հա, ոնց որ պարտադրել չես կարող։ Բայց գոնե դա պետքա ոնց որ այդ պետքա բարձաբանում լիներ կամ գուցե ոնց որ ընդունվեր սխալը, որ այստեղ ինչ որ սխալ է տեղի ունեցել, եւ եթե դեպքում հա, ասենք դոկտոր Գզոյանը ասել ես չեմ ուզում, դա ուրիշ հարց է, հա, դա ոնց որ իր իրավունքն է, հա, բայց այն որ շարունակվում է նույն մեթոդով ոնց որ պաշտպանվել, որ սա ճիշտ քայլ է արվել, դա համակարգային ոնց որ խնդրի է բերում մեր տեսանկյունից։ Եթե դիտարկենք այսքան որ պետքա գիտությունը ապակենտրոնացված լինի կամ հնարավորինս այս խնդիրների լուծման համար ինչ մեխանիզմներ պետք է աշխատեին։ Դեք ապակենտրոնացման մեջ չի հարցը։ Հարցը մասնագիտական անկախության մասին է եւ ընդհակառակը ինչ որտեղ մեր կարծիքով պետքա կենտրոնացված լինի այնքանով, որ պետքա ընդհանուր պետական քաղաքականություն լինի։ Այս հարցում, որ թե Հայաստանի գիտական հետազոտություններին եւ մշակումներին ինչին է ուշադրություն դառնում, առաջնահերթությունների ցուցակը վերջի վերջո հա իսկապես սա ֆինանսավորվում է քաղաքացիների ոնց որ հարկերից, հա, եւ դա պետքա ունենա ուղիղ ազդեցություն, գուցե ոչ կարճաժամկետ, հաճախ դա երկարաժամկետ, բայց պետքա ազդեցություն ունենա այդ նույն քաղաքացիների ոնց որ հավաքական շահերի տեսանկյունից, հա, պետքա օգուտ բերի։ Եվ այդ տեսանկյունը շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը այնպիսի քաղաքականության մշակի, որը պետք է այդ օգուտը բերի։ Այդ տեսանկյունից ինչ որտեղ կենտրոնացված է հիմա մեր ասածը նրանում է, որ ինչ որ տաբու թեմաներ, հա, կամ ասել գիտեք, այս թեմով չի կարելի զբաղվել։ Բայց տեսեք, եթե ֆինանսավորումը ինստիտուտների եւ առասարակ գիտական միջավայրի հիմնականում այսքան այն տրվում է կառավարությունից, արդյոք բնականորեն այսքան ավտոմատ կերպով չի մեծանում այդ ինստիտուտների կախվածությունը կառավարությունից։ Իհարկե, դա այդ խնդիրը միշտ էլ կա, հա, այսինքն դրա համար հակառակ դեպքում պետք է այդ քայլեր նաև ձեռնարկվեն։ Եթե նպատակ ենք դնում այդ հեռանկարը։ Դրա համար ոնց որ դա նոր խնդիր չի, հա, ամբողջ աշխարհում արդեն եկել են ինչ որ լուծումների փաթեթի, թե ոնց անեն, որ մի կողմից այդ աշխատանքը ծառայի երկրին, բայց մյուս կողմից ինքը չդրնի, գիտեք, ամեն ինչ որ մենակ մեր ուզածը պետք է անենք։ Որն է այդ ոսկե միջին այդ մեխանիզմը։ Դա այդտեղ դրվում են ոնց որ տարբեր մեխանիզմների, ասենց ասեմ, փունջ, հա, այսինքն տեղեր կա, որտեղ հստակ ասում է, որ գիտեք, մեր ընդհանուր ոնց որ բյուջեի ոնց որ հատկացումների այս կտորը գնում է կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Այս կտորը գնում է այսինչ լայն ուղղությունների մեջ, ինչ որ տեխնոլոգիական զարգացում, առաջընթաց ապահովելու վրա, հա, դա նես չի որ գիտեք, ինձ մեզ պետք է այսինչ ապրանքը, հա, դա շատ ավելի կոնկրետ է։ Կարելի որ գիտեք, այսինչ ուղղություններում մեզ պետքա կարողություններ զարգացնել, որովհետև դրանցից են կախված մեր, ասենք, խնդիրների լուծման ունակությունները, հա, ասենք օրինակ, հա, չգիտեմ, ենթադրենք որոշել ենք, որ մենք ռոբոտոտեխնիկայով պետքա ինչ որ ապրանքներ ստեղծենք եւ այդ ուղղությունները, որոնք կարեւոր են այդ ապրանքների ստեղծման համար, մենք այդտեղ գիտական տենց ուղղորդված ոնց որ զարգացում ենք ապահովում, որովհետեւ այդ մասնագետները պետք են, հա։ Բայց նաեւ ինչ որ մի միշտ բյուջեի կտոր է լինում, որ ազատ է, այսինքն այնտեղ լրիվ գիտաչափական են պահանջները, այսինքն ասում են կարող եք լավ տպագրություններ ունենալ, հա, լավ ամսագրերում, հա, լավ որակյալ, հա, որոնք Scopus-ի։ Հա, այդտեղ ոնց որ ազատ է, կարող եք լավ որակ ապահովել, անեք։ Բայց օրինակ այս դեպքը այդքան այս իմ ասացի մեջ չի, քանի որ սա կոնկրետ հայագիտության մաս է։ Այսինքն սա ակնհայտ է, որ մեր երկրի համար պետք է առաջնահերթություն լինի, ցանկացած ուղղություն, որ կապված է Հայաստանի պատմության, հայ ժողովրդի պատմության հետ, եւ այդտեղ բռնել ինչ որ սահմանափակումներ դնել, դա ինքնին ոնց որ հակասի ինքդ քեզ, հա, եթե քո ժողովրդի համար կարևոր թեմաներ կան, դրանք պետքա գիտականորեն ուսումնասիրվեն եւ գիտականորեն տրվեն արդյունք, որոնք իհարկե դա պետքա դրա գիտականությունը պետքա ինչ-որ ձև ապացուցվի, հա, որպեսզի որակի այդ չափանիշը տեղի ունենա։ Այսինքն սա ինչ որտեղ այդ հատման մեջ, հա, ինքը ինչ որտեղ պետքա ազատ լինեն այդ ուղղության մեջ մարդիկ ստեղծագործելու առանց սահմանափակումների, բայց պետք է որակել ապահովեն
բայց ուղղությունը ինքնին նաև երրորդ բանը, որ ուղղությունը ինքնին առաջնահերթ պետք է լինի։ Ձեն ուղղություն տա, սակայն չկաղապարեն։ Հա։ Շատ լավ, որպես գիտուժ նախաձեռնության ակտիվ անդամ եք, կուզեի հարցնել հենց գիտության վիճակի մասին, ձեր մշտատի դարկումները ինչ են տալիս, մասնավորապես թե գիտությունը անկախ դեպ մասնագիտություններից, հումանիտար լինի դեպ բնագիտական, որքանով է առհասարակ համապատասխան կամ համընթաց քայլում մեր շուրջ տեղի ունեցող փոփոխություններին, նույն տեխնոլոգիական միջավայրում, եթե վերցնենք, առհասարակ որքանով է գիտությունը արտահայտում ժամանակի շունչը Հայաստանում։ Դեռ հեռու է դրանից, եթե բացի կարևոր մի բան, հա, մենք նայում ենք ոչ միայն գիտությանը, այլ նաև տեխնոլոգիաներին, սրանք մեր տեսանկյունից փոխկապակցված ծոր երևույթներ են։ Դրա համար մասնավորապես մենք երկար աշխատանք ենք տանում, որպեսզի այդ եզրույթը հետազոտություններ եւ մշակումներ վերջապես դառնա պաշտոնական եզրույթ, որը վերջապես անցած տարի օրենքով սահմանվեց, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի, Հայաստանում մինչև փաստացումը անցած տարվա օգոստոս այդ նոր օրենքի ընդունումով չկար, հա, օրենսդրական որևէ այս փաստաթղթով։ Հետազոտություն եւ մշակում նկատի ունեք այդ product-ի ռեալիզացիան։ Չէ, հետազոտություն եւ մշակումները դա իր մեջ ներառում է եւ ակադեմիական գիտությունները եւ շահույթի հետապնդող իրականացվող հետազոտությունները, մշակումները եւ անվտանգային նպատակներով իրականացվող հետազոտություն եւ մշակումներ, հա, այսինքն իսկ եթե նայենք այդ տեսանկյունից հետազոտություն եւ մշակումները օրենքով սահմանվել է, հիմա շատ չեմ ուզում բանալ, այնտեղ կարող լինեն հիմնարար հետազոտություններ, որոնք զուտ գիտելիքի համար են արվում, կարող են կիրառական հետազոտություններ, որոնք մեկը գիտական հետազոտություն է, այսինքն նոր գիտելիք է ստեղծվում, բայց իրենք կիրառական նպատակով են արվում եւ փորձարական մշակումներ, որոնք արդեն գոյություն ունեցող գիտելիքի օգտագործումն է ինչ որ խնդիրներ լուծելու համար։ Այս եթե պարզ ասեմ, հա։ Հիմա մեր խնդիրը Հայաստանում նրանում է, որ մեր ընդհանուր ծախսերը նախ շատ փոքր են եւ այդ փոքր ծախսերի մեջ գերակշիռ մասը ավելի ճիշտ հակառակն ասեմ, հա, շատ չնչին մասն է, որ ծախսվում է մեր երկրի խնդիրներից եկող հետազոտությունների մշակումների համար։ Մեր վերջին տարիների հիմնական ոնց որ աշխատանքը դրան էր միտված, ոնց անենք, որ այդ ծախսերը մեծացվեն, հենց այն մասով, որոնք որ երկրի կարիքներից բխող հետազոտությունների մշակումների աշխատանքներն են։ Որն է պատճառը, վստահության խնդիր կա, թե մարդու Սա ոնց ասեմ, սա պատմականորեն ձևավորված խնդիր է, իներցիայով եկած խնդիր։ Այո, որովհետև այդ հետազոտության մշակումներ ֆինանսավորող մարմինները մենք չենք ժառանգել խորհրդային միությունից, հա։ Մենք ու անկախացումից հետո էլ մեր քաղաքական միտքը դեռ այդքան փաստորեն ստացվում է շատ դանդաղ է հասունանում, որպեսզի հասկանա, որ որպես ինքնիշխան պետություն դու պարտավոր ես ինքդ քո խնդիրները լուծել գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով, որոնք աշխարհում միշտ եւ նաեւ այսօր ամենաարդյունավետ ուժեղ գործիքներից մեկն են պետության մրցունակության ապահովման, որտեղ դրանք քո ռեսուրսների ել ավելի արդյունավետ օգտագործման մասին են։ Ոնց անես, որ ավելի արդյունավետ օգտագործես, իսկ փոքր երկիր, քիչ ռեսուրսներ, դա ոնց որ միակ միջոցն է, որ դու կարող ես մրցունակ դառնալ, հա, եթե քո փոքր ռեսուրսներ ել ավելի արդյունավետ օգտագործես, որ կարողանաս մրցես բոլոր իմաստներով, հա։ Տնտեսական կլինի, պաշտպանական կլինի, անվտանգային կլինի։ Հիմա խնդիրն նրանում է, որ վերջին 35 տարիների ընթացքում, հա, մենք երկու այդպիսի մարմին ենք ստեղծել, հա, մեխանիզմ, բայց իրանք ամբողջությամբ չեն ծածկում։ Հա, մենք ստեղծել ենք ակադեմիական գիտությունը ֆինանսավորող մեխանիզմ եւ ստեղծել ենք կոնկրետ պաշտպանական, հա, ռազմական հետազոտությունների մշակումների ֆինանսավորող մեխանիզմ։ Այդ երկուսն են։ Իսկ տնտեսական նպատակներով, հա, շահույթ հետապնդող, այսինքն, հա, շահույթ հետապնդող հետազոտությունների մշակումների ֆինանսավորող մեխանիզմները մինչև այսօր դեռ փաստացի չեն գործում, նոր ինչ որ ռազմական ծրագրեր են մշակվում, որը հույսով ենք շուտով կգործարկվեն, իսկ անվտանգայինի մասով, եթե լայն նայենք, ոչ միայն ռազմական, այնտեղ ամբողջապես ինստիտուցիոնալ բաց է, այսինքն պատասխանատուն էլ անհայտ է մինչև հիմա ու դրա համար էր մասնավորապես որ անցած տարի մենք հանդիպել էինք վարչապետի հետ հենց այս օրակարգով եւ դրական զարգացումը նա էր որ ընդունվեց որ խնդիրը կա որտեղ մինչև այդ մենք նկատում էինք որ կարծես պետությունը չի ընդունում որ խնդիր կա հիմա ընդունվեց որ խնդիր կա վարչապետի կողմից եւ հիմա աշխատանք է տարվում
թե ինչ մեխանիզմ պետք է ներդրվեն, որտեվ աշխատում ենք հիմա կառավարության հետ, որպեսզի այդ հետազոտության տեխնիկական առաջադրանքը վերջնականացնենք եւ մենք հանձնարարություն ենք ստացել, որ կառավարությունը կֆինանսավորի այդ աշխատանքը։ Դա հիմնական նպատակը որն է, այսինքն որն է ճանապարհային քարտեզը, պետությունը ֆինանսավորում է, հավաքում են անհրաժեշտ թվով մասնագետներ։ Չէ, այստեղ հələ մեխանիզմի, այսինքն ինստիտուցիոնալ մեխանիզմի մասին է, հասկանանք, թե Հայաստանի այսօրվա կառավարման համակարգում ինչ մեխանիզմ է ինստիտուցիոնալ պետք ներդնել, ինչ նոր մարմին պետք է ձևավորվի, կլինի լրիվ նոր, թե եղած ինչ-որ մարմնի հիման վրա, որին հավելյալ ֆունկցիաներ կտրվեն, որի պատասխանատվությունը կլինի երկրի կարիքներից բխող, ասենք անվտանգային, գուցե կարող է նաև ինչ-որ տնտեսական, դա ոնց բազմավոլորտ ինչ-որ կարիքներ։ Այսինքն պետք է կարողանա հավաքագրել խնդիրները բոլոր պատասխանատու կառույցներից, ունենա այդ մանդատը, այդ խնդիրներին հասանելիություն ունենա եւ կարողանա դա ձևակերպել որպես հետազոտական եւ մշակումների ծրագրեր, որոնց արդեն կդիմեն գիտնականները, ճարտարագետները, չգիտեմ, պետական հանրային սեկտորից, մասնավոր սեկտորից, որպեսզի այդ խնդիրները լուծեն։ Այստեղ կարևոր է, որ իրենք այնպիսի թիմը լինի տեղ, որ կարող է հաղորդակցվել եւ պետական մարմինների հետ, կամուրջ հանդիսանալ եւ ճիշտ հասկանալ խնդիրները եւ նաեւ ունակ լինի շփվելու պոտենցիալ կատարողների, այսինքն գիտնականների, ճարտարագետների հետ, որտեվ դա երկկողմանի շփում է, հասկանում եք, այսինքն կարող է մի կողմից ինչ-որ խնդիրներ լսեն, գան հետո շփվեն, բարձրի ինչ-որ հետաքրքիր ուղղություններում հնարավոր է լուծումներ գտնել, այդ գնան, դա ոնց որ sense անդադ պետք է շփում գնա, որից կձևավորվեն արդեն այդ նախագծերը։ Ինքը ԿՄՍ-ին կից կառույց է լինելու, դա արդեն պետք է հենց հետազոտությունը դրա պատասխանը տա, որն է արդյունավետ, հա։ Այո։ Մենք կարծում ենք, որ ճիշտ ճանապարհը ի վերջո նրանում է, որ դա լինի անկախ կառույց ուղիղ կառավարության ոնց որ ենթակայության տակ զուտ ինստիտուցիոնալ այդ ճկունությունը ապահովելու եւ որպեսզի կարողանա այդ բոլոր մարմինների հետ շփվի։ Եթե հետազոտությունը բերի նրան, որ դա գուցե այսօր կամ միշտ ճիշտ է անել ինչ որ կառույցի շրջանակներում, ուրեմն կսկսենք այդպես շարժվել եւ կտեսնենք ինչ արդյունավետություն ինչքանով է լավ գնում։ Հիմա մենք իրենց օգնում ենք, որպեսզի սա տեղի ունենա եւ պայմանավորվել ենք, որ հետազոտության արդյունքները երբ որ լինեն, արդեն հանդիպենք, քննարկենք իմպլեմենտացիայի πλանը։ Դա նաև կօգնի գիտնականներին, որպեսզի իրենց արտադրած արդյունք ավելի հանրայնացվի, չէ՞, այսինքն մոտեցնել նաև հանրայնացումը մի քիչ այլ հարց է իրականում։ Հիմա օրինակ այդ նոր ընդունված ռազմավարական ծրագրում հանրայնացումը ոնց որ կոնկրետ միջոցառումներ ունի նշված, որը շատ լավ է։ Մենք դե մի քանի տարի արդեն աշխատում էինք նաև նախարարության հետ հանրայնացման մասնավորապես գիտության շաբաթվա շրջանակներում, դա շատ կարևոր էլեմենտ է, որ հասարակության ավելի հասկանալի դարձնես, թե ինչու են գիտություն եւ տեխնոլոգիաները կարևոր, որովհետեւ ել եմ ասում վերջո ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերից, հավաքածը։ Հետաքրքրությունը մեծ է եւ կան արդյոք ոլորտներ, որ օրինակ չէիք սպասի, բայց հետաքրքրությունը ձևավորվում։ Չեմ կարող տարբերակել տենց ոլորտային, դե կա ընդհանուր ինչ որ ոնց որ միջավայր, այսօր շատ են խոսում, ասենք, ինչ որ թեմաների մասին, դրանք մարդկանց ավելի հետաքրքրություն են առաջացնում, բայց մեր ասածը նրանում է, որ մենք այդ առաջնահերթությունները, թե ինչ ենք ֆինանսավորում կամ ինչով հետաքրքրվում ենք, դա չթելադրվի արտաքին ոնց որ գործոններով, այսինքն ամբողջ աշխարհում դա է տրենդ, ուրեմն մենք պետքա դրանով հետաքրքրվենք, դա էլ է կարևոր, բայց մեր համար առաջնային կարևորություն պետք է ունենա, թե մեր երկրին ինչ կարիքներ ունի, այսինքն գյուղատնտեսություն։ Օրինակ, այն ասում դրա համար շատ կարևոր է, որպեսզի այդ խնդիրները անվտանգային կլինի, պարենային անվտանգություն, էներգետիկ, սեյսմիկ, նույնիսկ առողջապահություն, ասենք մեր օդի որակը նայեք, կամ քաղցկեղի մակարդակը Հայաստանում, դրանք խնդիրներ են բոլորը անվտանգային մակարդակի, որոնք բարձր տարբեր բանն են, մակարդակ ունեն։ Դա կարող է համապարփակ դիտարկել ու տեղից սկսել ընտրել այն խնդիրները, որոնք պետք է համապարփակ լուծվեն։ Եթե, ասենք, մենք որոշենք մի օր, որ ասենք, ենթադրենք մեր ռազմական ոնց որ կարողությունները այնքան են, որ մենք ապահոված ենք, չգիտեմ, մինչև մի տարի ենթադրենք կարող ենք դիմադրել, եթե ինչ որ կոնֆլիկտ լինի։ Բայց եթե այդ ընթացքում, ասենք, դու քո պարենային կարողությունները չես ապահովել եւ ենթադրենք բլոկադայի դեպքում
2 ամսում ավարտվելու են մեր պաշարները, ինչ օգուտ է տալու քո պաշտպանվելու կարողությունը, հա, այսինքն պետք է համապարփակ նայենք անվտանգային խնդիրներին, դրանք փոխկապակցված են շատ։ Շնորհակալություն եւ հաջողություն եմ աղթում ձեր նախաձեռնությանը։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Գիտուժ նախաձեռնության ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։